Ընկերությունը գնում իրավունք չունեք դուք էստեղ։ Դուք իրավունք չունեք։ Ես դուրս եմ գալիս, հարգելիս։ Որ ստորաբաժանումն է։ Հարգելիս, դուք ինձ հետ ես տոնով չեք կարող խոսել։ Այո, սահմանափակված է առավոտյան։ Ներողություն։ Եկեք հարցություն։ Առավոտյան էստեղ մուտք են գործել մի խումբ մարդիկ, ներկայացել են ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ինձ տվել են դատարանի որոշում, որով իրավունք ունեն խուզարկել Արմաթ մեդիայի խմբագրությունը։ Նույն րոպեին այս սենյակ մտնելու հաջորդ րոպեին վերցրել են իմ հեռախոսը, առգրավել են իմ հեռախոսը, առգրավել են Արմաթ մեդիայի բոլոր աշխատակիցների հեռախոսները, այս պահի դրությամբ 11 հեռախոս, նույն ասելով ներկայացրել են դատարանի որոշում, որտեղ գրված է, որ իրավունք ունեն այս հասցեում Արմաթ մեդիայի խմբագրությունում առգրավել համակարգիչներ, կրիչներ եւ հեռախոսներ։ Այդ հիմքով վերցրել են բոլորի հեռախոսները, տարել են Արմաթ մեդիայի երկու այստեղ իմ եւ Նելի համակարգիչները, ասելով, որ ինքը այս հասցեում հետեւապես ենթակա է առգրավման։ Պատուհանով գնում են կողքի սենյակ, իրենք չուզեցան այստեղով դուրս գան, որովհետև լրատվամիջոցներ կան, պատուհանով գնում են կողքի սենյակ, Արմաթ մեդիան այստեղ է եւ կողքի սենյակում, այնտեղ խուզարկություններ իրականացնելու համար։ Այո, եւ ուշագրավը գիտեք որն էր, որ դատարանի որոշում էին ինձ ներկայացրել, որտեղ գրված էր, որ Արմաթ մեդիայի խմբագրությունում իրենք փնտրում են հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռելու կոչին վերաբերող բաներ, աշխատակիցների աշխատավարձերին վերաբերող բաներ, հավաքներին մասնակցելու երթուղիների վերաբերյալ կրիչներ եւ տվյալներ, ուսումնասիրել են, խուզարկել են այստեղ այս դարակները եւ առաջինը համակարգիչներն ու հեռախոսները այս պահին, ասպես ասեմ, Արմաթ մեդիայի աշխատանքը կատված է հարեմ, մենք չենք կարող աշխատել, մենք չենք կարող ընդհանրապես կայքը այս պահին չի կարող գործել, հաղորդումներ չենք կարող ունենալ, այս պահի դրությամբ այսքանը իդեպ աշխատակից մեզ նախապես ասացին, որ եթե դուք համաձայն եք ձեր հեռախոսների գաղտնաբառերը ասել, տեղում կիրականացվի զննություն եւ ձեր հեռախոսները ձեզ կվերադարձնեն, այնուհետև 15 րոպե հետո իրենք իրենց ասածը հերքեցին, ասացին, որ ժամանակ չունեն տեղում զննություն անելու, հետեւապես բոլորի հեռախոսները, անձնական բոլորի հեռախոսները առգրավել են։ Ոչ, ես ինքս հրաժարվել եմ տրամադրել իմ գաղտնաբառը, իմ առգրավել են առաջինը, Նելիին առգրավել են երկրորդը, անգամ այն մարդիկ Արմաթ մեդիայի, որոնք տվել են հատուկ քննչական ծառայության աշխատակցին իրենց հեռախոսի գաղտնաբառը, որպեսզի տեղում հեռախոսը զննվի եւ վերադարձվի, անգամ այդ մարդկանց հեռախոսները այս պահին առգրավված են։ Պետք է շեշտեմ, որ Հիմքը դատարանի որոշումն էր, Ռուզաննա ջան, գրված էր, որ Ալիկ Ալեքսանյանի գործով դատարանը իրենց տվել է թույլատվություն խուզարկել Արմաթ մեդիայի խմբագրությունը եւ ուժային համակարգի ներկայացուցիչները ըստ դատարանի որոշման այս տարածքում պետք է փնտրեին կրիչներ, համակարգիչներ, հավաքներին մասնակցելու երթուղիներ, աշխատակիցների աշխատավարձի վերաբերյալ փաստաթղթեր, նյութապես շահագրգռելու վերաբերյալ հիմնավորումներ, այդ ամեն ինչի ազատությունը սահմանափակված է այնքանով, որ իրենք ինչ մտել են այս սենյակ, ես չեմ կարողացել դուրս գալ ոչ այս կողմից, ոչ այն կողմից, եւ մեզ արգելում էին դռնից դուրս գալ, արգելում էին դուրս գալ այն հատվածից, այդքանով ազատությունը սահմանափակված է։ Մեր աշխատակիցներից այո Անժելան ասաց, որ ես հենց հիմա տրամադրում եմ իմ հեռախոսը, խուզարկեք տվեք, որովհետև դա իմ ծնողիս հետ կապիս միակ միջոցն է։ Անժելայի հեռախոսի մեջ են այն դեղատոմսերը, որ ժամերով ինքը դեղեր է խմբում, առողջականի հետ կապված խնդիրներ ունի, աշխատակիցները հրաժարվեցին տալ եւ ասացին մենք կարող ենք տալ մեր հեռախոսը, զանգիր մեր հեռախոսով մայրիկիդ ասա որտեղ ես եւ ինչ ես, ընդամենը այդքանը։ Այո, այստեղ էին քննչական կոմիտեից եւ ազգային անվտանգության ծառայությունից։ Եվ դուք ինչպես եք գնաք, քանի որ գործը այդ փողերի լվացումն է եւ նյութապես շահագրգռելու շրջանակներում եք դուք փողերի լվացման համատեքստում իրենք եկել են Արմաթ մեդիա
եւ հարցաքննել են աշխատակիցներին, ընդամենը հարցաքննել են այնքանով բարձելու համար իրենք Արմատ մեդիայի աշխատակից են, թե ոչ, ու կապվածահար են արել մեր մեդիայի աշխատանքը, այսքանը կարող եմ ասել, եւ երբ իրենք ներկայացրեցին, որ հիմա իրականացնում են այստեղ խուզարկություն, ես իրենց առաջարկել եմ սպասել մինչև մեր փաստաբանները հասնեն տեղ, ես առաջարկել եմ առանց մեր փաստաբանի մասնակցության որևէ գործընթաց չսկսել եւ նրանք առանց սպասելու սկսել են խուզարկություններ իրականացնել եւ այստեղ մի շատ կարեւոր բան եմ ուզում ասել, հարգելի գործընկերներ, առաջին բանը, որ արել են, միացրել են կրիչ, իրենց հետ բերած կրիչը միացրել են աշխատակ մի կարևոր բան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ, որ դուք շեշտեք, Արմատ մեդիայի կողմից որևէ փաստաբան դեռ տեղ չէր հասել, նրանք իրենց հետ բերել էին կրիչ, միացրել են աշխատանքային համակարգչին, հավանաբար որոշակի ինֆորմացիաներ այդ կրիչի վրա տեղափոխելու համար, դա Համակարգիչ տեղափոխելու համար հավանաբար։ Այո, առաջի բանը դա են արել, մի անգամից մտել են համակարգչում մեր սոցցանցի էջեր եւ ինչ ներուշագրա, որ իրենք իրենց հետ բերած կրիչը միացրել են մեր աշխատանքային համակարգչին եւ օրինակ մենք չգիտենք իրենք բերած կրիչի վրա ինչ ինֆորմացիա կար, որը գուցե ներբեռնել են մեր համակարգիչ։ Սա որ կարևոր խնդիր է։ Ես երկրորդում եմ աղավնիի ասածները, ես ավելի այս մասով հավելելու բան չունեմ,